Կախված այս պանելներն ընդամենը արմատուրան է պահում օդում։ Հուլիսի 19-ին է փլուզվել Քարակերտ գյուղի Շիրազի փողոցի վթարային շենքի 3-րդ հարկի հատակը։ Իմումս 3 տարի է վարչական ղեկավարի սեղանին դրած է։ Էդում եմ լավ կեղնի, ամեն ինչը լավ կեղնի, այսօր կդրան, վաղը դրան։ 60-ականներին կառուցված այս շենքերը խոնավությունից արդեն քարուքանդ են եղել։ Ես ինչ եմ, բայց քարերը ես ո՞ց եմ հանեմ։ Բնակիչները պատմում են, հատակը փլվում է ամեն անզգույշ շարժումից։ Պամիդոր էի բերե դաշտից տանեմ, որ զարգատենեմ, կախվա, այդ շշերը մտա ոտքերը շվում եմ։ Անթիվ դիմումները, բողոքներն ու խնդրանքները սահմանափակվել են ընդամենը համայնքապետարանի, մարզպետարանի խոստումներով։ Կլուծենք։ Փրկարարները եկել, տարածքը ժապավենով սահմանազատել են, բայց քարերը չեն հեռացրել, սահմանափակվել են զգուշացնող ժապավենով եւ ասել՝ մի օգտագործեք պատշգամբները։ Ստեղ անջատես ուղեղը դապրես, ուրիշ ոչ մի բան։ Մեկ էլ դրափնես ու չելնես։ Պատճասնես, որ մնացիր այդ քարերու պլատարների տակ։ Գնում ես մարզպետարան, սմարթու սեպարականությունն է, բայց գալիս ես տան ճիշտը բացում ես, տունն է սեպարկանաշնորհված։ Այս բալկոնները կոչվում է բաց պատշգամբ։ Պատշգամբը, մուտքը ու կրիշը պատկանում է համայնքին։ Ոչ բաղնիկ, ոչ զուգարան ունեն այս մարդիկ, մի քանի կիլոմետր պիտի կտրեն անցնեն լողանալու համար։ Դրսում ամեն անգամ կողպում են զուգարանը, որ հասարակական չդառնա։ Իմ հայատը ցանկապատած է, ուզում են բաղնիկ սարքեմ, չեն թույլատրում։ Ստեյց հոկտեմբերան են գնում, որ լողանանք հետ կանք։ Ամենքը իր տուալետը ունեն։ Կողպետնու բաղնիկն է գրեքը։ Դիմոսի տունը առաջին հարկում է, վերանորոգել չի համարձակվում։ Մի անզգույշ շարժում ու եռահարկ շենքը գլխին փուլ կգա։ Եթե ուզենամ ես ներքևը ինչ որ գործողություն անեմ, չեմ կարող, վախենում եմ։ Կարող է մի հատ չակուշ խփեմ, փլվի վրես։ Մեր սեփականությունն է, մի բան եղավ, դուք եք պատասխանատու։ Թե ես ինչով եմ պատասխանատու, ես չեմ անում։ Ես վերցել եմ այս վիճակում։ Բաղրամյանի համայնքապետարանում ամեն ինչից տեղյակ են, խոստանում են եկող տարվա ծրագրերի մեջ ներառել Շիրազի փողոցի շենքերի վերանորոգումը։ Զարու Իսահակյան, Հենրիկ Համազասպյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։